4 միլիոն ուղևորի համար նախատեսված Զվարթնոցը 2025-ին սպասարկել է 1,6 միլիոնով ավելի ուղևորի, 5 միլիոն 615 հազար 585, դա կրկնակի ավելի է, քան 2018-ին։ 2026-ին կանխատեսվում է այս ռեկորդն էլ կգերազանցվի, քանի որ Հայաստան է գալիս մի քանի մասշտաբային միջոցառում՝ Զվարթնոց, Շիրակ, Սյունիք, ինչու ինչպես է փոխվելու, որ խցանումներ չլինեն ոչ օդում, ոչ սպասասրահներում։ Բոլորը այստեղ շատ պատրաստակամ են, օգնում են, դա շատ եմ հավանում։ Օդանավակայանը իսկապես շատ հարմարավետ է ու գեղեցիկ։ Բոլորը շատ ընտանեկան են, տեսնում են, որ այստեղից չես եւ օգնում են, շատ գեղեցիկ է եւ մաքուր։ Զվարթնոցը գեղեցիկ է, նման չէ այլ օդանավակայաններին, հասանելիությունը տրանսպորտին ավելի հեշտ է, լավ կլիներ, որ մեր երկրում էլ շատ բաներ արդիականացվեն։ Մոտ 1 տասնյակ օդանավակայաններում եմ եղել, սա փոքր է համեմատաբար, ես հավանել եմ։ Ամերիկայից, Ֆիլիպիններից, Քուվեյթից, աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան եկող գնացողների կարծիքն է մեր օդանավակայանի մասին։ Դեռ 2025-ի հոկտեմբերին Forbes-ին տված հարցազրույցում Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարսելո Վենդեն պատմել էր, որ առաջիկա 10 տարում ծրագրում է շուրջ $500 միլիոն ներդրում, որի շրջանակում օդանավակայանում նստեցման ելքերի թիվը 6-ից կհասնի 16-ի, կկրկնապատկվեն ժամանման սրահները, ներգաղթային ու մաքսային գոտիները։ Ինչն ու ինչպես է ավելի մանրամասն պարզ կլինի, երբ վերանայված մաստեր պլանը ուսումնասիրեն։ Սա արդեն պատասխանատու գերատեսչությունից է փոխանցում։ Մաստեր պլանը ստացել են հունվարի վերջին։ Մեր կողմից եւ շահագրգիռ գերատեսչությունների կողմից պետք է դիտարկվի, ուսումնասիրվի եւ վերջնական տարբերակը հաստատվի կառավարության կողմից։ Այս հունվարին Կորպորասիոն Ամերիկայի հետ դեռ 2001-ին կնքված կոնցեսիոն պայմանագիրը, որ պետք է ավարտվեր 2031-ին, երկարաձգվեց մինչև 2067 թվականը։ Կոնցեսիոները ըստ պայմանագրի պետք է $425 միլիոն ներդրում անի Զվարթնոցի եւ Գյումրու Շիրակ օդանավակայանի թողունակությունը մեծացնելու համար։ Վերջին 4 տարիներին Շիրակ օդանավակայանի ուղևորների թիվը եւս աճել է 2025-ին հասնելով շուրջ 138 հազարի։ Պայմանագրով վերահաստատվում է նաեւ, որ օդանավակայանը պետք է համապատասխանի մի շարք միջազգային ստանդարտների, ընդլայնումը նաև այդ ստանդարտների ապահովմանը կնպաստի։ Բարեփոխումը չի սահմանափակվում ընդլայնմամբ։ Մինչև 5-րդ լրացումը սահմանված էր, որ օդանավակայանը իր գործունեության շրջանակներում պետք է ապահովի 20% ներքին շահութաբերության մակարդակ, որը այն մաստեր պլաններով, որոնք հաստատված են եղել մինչ օրս, չի ապահովել եւ նախկին այդ գործող կարգավորումներով ստացվում էր հետևյալը, որ եթե չի ապահովում, ապա կարող է կամ սակագնային փոփոխություն իրականացնել այդ խնդիրը լուծելու կամ երկարաձգել կոնցեսիոն պայմանագիրը այնքան ժամանակ, որը անհրաժեշտ է այդ 20% շահութաբերությունը ապահովելու համար։ Եվ այդ շահութաբերության եւ անորոշ ժամկետով երկարաձգելու այդ դրույթները ուժը կորցրած են ճանաչվել։ Ու թեպետ նոր պայմանագրով կոնցեսիոները էլ անժամկետ չի կարողանա երկարաձգել պայմանագիրը, բայց սակագները փոխել կկարողանա։ Ինչպես։ Օրինակ, մենք այսօր ունենք օդանավակայանում 5 միլիոնից ավել ուղևոր, որոնք սպասարկվում են, եւ եթե 5 միլիոնից պայմանական մինչեւ 4 միլիոն ինչ-ինչ պատճառներով անկում արձանագրվի, ապա այդ ռիսկը կոնցեսիոներն է կրում եւ այս իմաստով որևէ պարտավորություն կառավարությունը չունի, սակայն եթե ոչ կոնցեսիոների մեղքով 4 միլիոնից պակաս է նվազում անընդմեջ 2 տարի, ապա ըստ բանաձևի այդ տարբերությունը, որ առաջանում է, այնտեղ բանաձև կա ներկայացված, այդ ինդեքսն է հաշվարկվում, որը թույլ է տալու 3 տարի անընդմեջ սակագինը փոխել բազմապատկելով այդ բանաձևով ստացված ինդեքսին։ Ամենակարևոր դրույթներից մեկն էլ վերաբերում է Կապանի Սյունիք օդանավակայանին։ Կա սահմանափակում, որ 250 կիլոմետր շարավաղով ցանկացած օդանավակայան, եթե կառավարությունը որոշի փոխակերպել տեղական կամ միջազգային օդանավակայանի, ապա առաջնահերթ այդ օդանավակայանը կառավարելու սպասարկելու իրավունք պետք է ստանա գործող կոնցեսիոները։ Եթե վերջինս հրաժարվում է այդ նախապատմության իրավունքից, ապա կարող է այլ կազմակերպություն նոր փոփոխությունների փաթեթով 5-րդ լրացմամբ այս սահմանափակումը կամ այս պահանջը չի տարածվելու
կապանից չունի օդանավակայանի վրա եւ դրա մասին ուղիղ գրված է հենց փոփոխությունների փաթեթում։ Կապանի օդանավակայանը միջազգային դարձնելուն ուղղված քայլեր են ձեռնարկվելու 2026-ին։ Ըստ ոլորտի պատասխանատուի առաջին քայլը ուսումնասիրություններն են։ Արդեն իսկ օդանավակայանից ներքին չվերթեր իրականացվում են Երևան-Կապան։ Այն այժմ ժամանակավորապես չի գործում, ինքնաթիռն ուղարկվել է տեխնիկական սպասարկման։ Մարզերում միջազգային օդանավակայաններ ունենալը զբոսաշրջության կոմիտեն էլ է անհրաժեշտ համարում։ Ռազմավարական ծրագրով նախատեսում են, որ 2030 թվականից Հայաստան կայցելի տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ, սակայն այս պահին օդանավակայաններն այդ ծավալը չեն կարող ապահովել։ Օդանավակայանների տեսանկյունից հիմա էլ մենք ունենում ենք որոշակի խնդիրներ, թողունակության հետ կապված կամ սահմանափակ հնարավորությունների հետ կապված խնդիր ունենք բնականաբար ու շատ այցելություններ, մանավանդ միաժամանակ այդ նույն ժամանակահատվածում այդ այցելությունները բնականաբար խնդիր են ստեղծում, հերթեր են գոյանում օդանավակայանում այդ սպասարկման հատվածներում, ինչը բնականաբար ցանկալի չի, որովհետև զբոսաշրջիկի առաջին տպավորությունը երկրի մասին հենց օդանավակայանի հերթերն են, ուստի այս ամեն ինչը հաշվի առնելով նաև կարիք կա հավելյալ ընդարձակելու մեր հնարավորությունները։ Օդանավակայանների առկայությունը մարզերում կնպաստի նաև Երևանի ապակենտրոնացմանը, որը ևս ռազմավարական ծրագրում առկա է։ Բացի այն, որ օդանավակայանի առկայությունը մարզերում կապահովի զբոսաշրջային այցելություն, նաև կապահովի մարզերում գիշերակացերի քանակի ավելացում, այսինքն եթե մենք տվյալ մարզում ունենք օդանավակայան, բնականաբար զբոսաշրջիկները, որոնք գալու են մարզ, կմնան այստեղ որոշ ժամանակ կանցկացնեն, հետո նոր Հայաստանի մյուս տարածքներով իրենց ուղևորությունը կշարունակեն։ Մասնագետը նշում է նաև ամեն տարի նոր ուղղություններով չվերթների մեկնարկը 2025-ին օրինակ ավելի հեշտ ուղիղ ու արագ դարձավ Նեապոլ, Պրահա, Բուխարեստ հասնելը։ 25 թվականի հոկտեմբերից բավական խոշոր ավիաընկերություն բազավորվեց Երևանի Զվարթնոց օդանավակայանում եւ հայտարարեց 8 նոր ուղղություններով չվերթեր մեկնարկելու մասին եւ հոկտեմբերից սկսեցին այդ չվերթերը։ Անցած տարի հենց նոր ուղղությունները եղել են մոտ 10, եթե չեմ սխալվում, 8 ուղղությունը եւ եւս 2 ուղղությունը ավիաընկերությունների կողմից։ Այս տարի արդեն ունենք բավականին հետաքրքիր ուղղություններ, օրինակ Լոնդոնը, Ամստերդամը, որոնք շատ պահանջված ուղղություններ են համարվում։ Ակտիվության պատճառը, ինչպես փոխնախարարն է նկատում, ֆինանսական օժանդակության ծրագիրն է, ըստ որի այն ավիաընկերությունները, որոնք նոր ուղղություններով քաղաքացիներ կփոխադրեն 2 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդու համար, կառավարությունը Զվարթնոցի դեպքում կվճարի 20,000, Շիրակի դեպքում 15,000 դրամ։ Ինչպես նաև այդ օժանդակության ծրագրի մեջ դրվեց մի պահանջ, որ անկախ ամեն ինչից, թե որտեղ կբազավորվի օտարերկրյան կամ տեղականը, որը որ կուզենա օգտվել այդ ցանկություն գայտնի օգտվել այդ ծրագրից, պետք է պարտադիր առնվազն 1 չվերթ իրականացնի դեպի Գյումրու Շիրակ օդանավակայան։ Իսկ ինչ է առհասարակ կատարվում Հայաստանի երկնքում։ Փոխնախարարը վերջին տարիներին մեծ ակտիվություն է նկատում։ Պատճառը միայն նոր ուղղությունները չեն։ Դրանք պայմանավորված են եղել տարբեր հանգամանքներում, թե օրինակ օդային տարածքի ուղղությամբ որոշակի հատվածների, որոնք փակ են եղել, հիմա բացվել են, պայմանավորված են եղել նաև այն խաղաղության գործընթացի շրջանակներում, այս տարածքով վստահության ամրապնդմանը եւ նշեմ, որ օրինակ շատ տարանցիկ չվերթեր հենց իրականացվում են մեծամասամբ օրինակ հարևան երկրների ավիաընկերությունների կողմից։ Հարևան երկրներից, օրինակ Թուրքիայի ու Ադրբեջանի դեպքում մեր օդային տարածքով թռիչքները զգալիորեն են աճել։ Թվերն այստեղ ավելի խոսուն են։ Եթե 2017-ին Թուրքիան մեր օդային տարածքից օգտվելու համար վճարել է շուրջ 98,000 եվրո, ապա 2025-ին ավելի քան 3 միլիոն, այսինքն շուրջ 34 անգամ ավելի։ Ադրբեջանի դեպքում, եթե 2017-ին Հայաստանի երկնքից օգտվելու համար վճարել է 248 եվրո, ապա 2025-ին շուրջ 376,000 եվրո։ Էմմա Վարդանյան, Արման Թովմասյան, Էդգար Դավթյան, Դավիթ Դանիելյան, Կիրակնորյա լուրեր։